Այս թեման քննարկելիս որպես կանոն խոսում էին միայն տղամարդկանց մասին, բայց փաստերը ապացուցում են, որ դավաճանում են նաև կանայք։ Եվ ասեմ ավելին, մեր դիտարկումները եւ կլինիկական փորձը վկայում են, որ քիչ չեն դավաճանում ցավոք։ Սրա պատճառները իհարկե տարբեր են, բայց հաշվի առնելով կնոջ հոգեբանական առանձնահատկությունը, բնականաբար պատճառներն էլ գերազանցապես հոգեբանական են։ Օրինակ, անտարբերությունը ամուսնու կողմից եւ շատ դեպքերում նաեւ ամուսնուց վրեժ լուծելու տարբերակն է գործում, երբ կինը իմանում է, որ ամուսինը դավաճանել է եւ ինքն էլ փորձում է նույն կերպ պատասխանել, որը իհարկե ոչ մի կերպ չի կարող արդարացնել նման մոտեցումը, որովհետեւ արդյունքում խնդիրը ավելի է խորանում։ Շատ դեպքերում չլուծված կոնֆլիկտները, որոնք ժամանակի ընթացքում խորանում են եւ կնոջ վիրավորանքը չի մեղմանում եւ ինքը փորձում է նման կերպ լուծել խնդիրը եւ այլն։ Քիչ չեն դեպքերը, օրինակ, ալկոհոլի ազդեցության տակ տեղի ունեցած տեսարանները, որոնք հետո կարող են ավելի բարդանալ, եթե կինը չհրաժարվի ալկոհոլի օգտագործումից։